Ամենակարող Աստվածը, ով ստեղծեց լույսը, ստեղծեց ամեն բան իր խոսքով, եկավ այս երկիր երկրորդ անգամ։ 1948 թվականին, երբ թզենու ոստերը, որոնք չորացել էին 1900 տարի, քնքուշացան, տերները դուրս եկան, Քրիստոս եկավ Կորեա, սկսեց ավետարանը քարոզել։ Երկիրը, որը Իսրայելի մարգարեները մարգարեացել էին որպես այն վայրը, որտեղ Քրիստոսը նորից կգա, արևելքում գտնվող աշխարհի ծայրերում ամենահեռավոր անկյուններն էր, Կորեան։ Քրիստոսը ընտրեց տառապել մեր փրկության համար։ Սակայն մենք միայն մեր մարմնի հացն էինք փնտրում, այլ ոչ թե մեր հոգու կյանքի հացը։ 예수님이 주시는 그 생명의 언약, 내 살을 먹고 내 피를 마시면 너희 속에 생명이 있느니라. 그 이상 큰 이적이 없습니다. Կյանքի հացը Քրիստոսի մարմինը ու արյունն է։ Արեք, կերեք, այս է իմ մարմինը։ Որովհետև դա է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի մեղքերի թողության համար։ Քրիստոսը ստիպված էր երկրորդ անգամ գալ նոր ուխտի զատիկով, մեզ փրկելու համար։ Նախքան Քրիստոսը դրախտ վերադառնալը, նա միայն մեկ բան է ցանկացել, որ դու ստանաս փրկությունը։ Եթե Քրիստոսը չգար այս երկիր, մենք չէինք իմանա, թե ինչ է սերը։ Եթե Քրիստոսը չարչարվեր, մենք չէինք իմանա, թե ինչ է զոհաբերությունը։ Եթե Քրիստոսը մնար միայն դրախտում, մենք նրան չէինք ցանկանա։ Մենք սիրում ենք Քրիստոսին, ով երկրորդ անգամ եկավ մեզ փրկելու։ Լսում ես։ Լսում ես, թե ինչպես է Քրիստոսը թակում քո սրտի դուռը։ Քրիստոսը սիրում է քեզ։ Նա ցանկանում է քեզ հավերժական կյանք տալ։